Դուք ինչպես եք վերաբերվում էլեկտրոցանցերի պետականացմանը։ Դրական, Ինչպես կազդի։ պետականացման ինչ է նշանակում։ Այսինքն պետությունն է կառավարելու էլեկտրոցանցերը։ Իրա հիմնական այդ տնտեսական աղբյուրները ինքը պետք է պահի։ Հայաստանը ժողովուրդը պետք է պահի իր հումքը, ընդերքը, իրանն է։ Ինչպես է տեսնում ինչ է նշանակում։ Ես տեսնում եմ, որ պետք է պահվի։ Ժողովրդի հարստությունն է դա։ Գետերից բանը չես ստանում, էլեկտրոէներգիան չես ստանում, հեկերը, գետերը ումն են։ Բխի չեն շեփականաշնորհում Սևանա լիճը, Հրազդան գետը։ Իսկ որտեղ որ շահույթում են, բան են անում, հա, անհատները։ Չէ, չի կարելի, ես այդպես եմ հասկանում։ Մի հարց էլ այս ընթացքում հոգևորականներ են ձերբակալվել հեղաշրջման կոչով, ահաբեկչության մեղադրանքով, դրան ինչպես եք վերաբերվում։ Նորմալ, թող հոգևորականը իրան հոգևորականի պես պահի։ Սահմանադրությունը այդպես չի մեր, չի ասում, որ պետքա ամեն մարդ իր գործով զբաղվել։ Հոգևորականը պետք է հոգու սնունդ տա ժողովրդին։ Ոչ թե մտնի քաղաքականություն, ասի սրան նշանակեք, ես եմ գալիս կամ մյուսն է գալիս, այտենց ինձ թվում է ճիշտ չի։ Շատ դրական։ Ինչու։ Փորձեք ինքներդ ստուգել հարցում արեք, հեծը միջև առեսօր իր ենթակայաններում քանի անգամ յուղը փոխել պաստանցիայի, այդքան բան։ Շատ լավ, շատ ճիշտ է, այտենց ես սիրում եմ ամեն ինչը մերը լինի ազգային։ Շատ ուզում եմ, որ ձերբականացնեն։ Ինչու։ Դա ավելի լավ կլինի ինձ թվում է։ Իսկ այս ընթացքում հոգևորականներ են ձերբակալվել, ըստ ձեզ դա նորմալ է։ Դա նորմալ չի, չի կարելի հոգևորական ձերբակալել չի կարելի։ Բայց ահաբեկչության մեջ են մեղադրել։ Դե որ աբեկչությունա պիտի պատժեն, բայց չպիտի պահեն 2 ամիս ու թողեն։ Եթե իրոք տենց բան ա եղել, պիտի անպայման պատժվեն։ Ինչպես եք վերաբերվում ՀԵՑ-ի, այսինքն էլեկտրոցանցերի պետականացմանը։ Դու վերադարձել ամեն ինչ։ Ինչ կտա դա Հայաստանին։ Ինչ կտա։ Դրական բան կտա, ինչ կտա։ Իսկ կներեք, այս ընթացքում հոգևորականներ են ձերբակալվել, դրան ինչպես եք վերաբերվում հեղաշրջման մեղադրանքով։ Ճիշտ են արել։ Սա ժողովրդի սխալ պատկերացում ունեն։ Բայց ոնց ձևակերպեմ խոսքը եկեղեցականների մասին չի, խոսքը նրանց պարտականությունները չի չկատարելու մասին է։ Այդքան բան։ Շնորհակալություն։ Նրանք պետք է вообще վերանան մեր եկեղեցուց։ Այդ շատ տհաճ է, որտեղ հոգևորական բառը այդ մարդկանց չի սազում։ Դրանք փողոցային ինչ-որ թափթփուկի նման են իրանց պահում, խոսում, ու դեմ են խոսում պետության դեմ, ժողովրդի դեմ եւ այլն։ Այդ այլանդակությունն է, էլի։ Հոգևորականը բարոյական իրավունք չունի այդ աշճանի անբարոյական վարվելակերպ ու խոսելակերպ ունենալ։ Չի կարելի։ Ըստ ձեզ ինչ օրինակ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը այստեղ չեն ու չեն պաշտպանում նրանց։ Դե գիտեք ինչ, երևի որ կարողանային պաշտպանելու վաղուց ավելի կսեն պաշտպանել ու նորից իրանք կգային իշխանության, որպեսզի այս խեղճ ժողովրդին ու երկիրը թալանեին։ Ոնց որ իրանք են արել, ամեն մեկը 10 տարի ինչ կարողացավ տարավ այս երկրից այս ժողովրդից։ Ես մտածում եմ, որ դա դրական է, որովհետև եթե պետությունը, բայց պետք է լինի դա սահմանադրությամբ որոշմամբ։ Եթե պետությունը որոշել է, որ սահմանադրության մեջ կա կետ, որը վերաբերվում է, որ մասնավոր սեկտորները դա կապ չունի ում է պատկանում Կարապետյաններն են, թե մեկ այլ անձինք, եթե դա պետք է պետականացվի, ուրեմն ես դրական եմ վերաբերվում դրան։ Իսկ եթե չկա նման օրենք ընդունված պետության կողմից, մշակված ղեկավարության եւ կառավարության կողմից, ուրեմն դա բացասական է։ Հոգևորականի վարչապետի տեխնացու լինելը դա absurd է, էլի։ Հիմա էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի խմբակցությունները Միքայել arczepiskoposին են առաջարկում լինել, չնայած նա համաձայն չէ։ Շատ էլ որ առաջարկում են, բայց ժողովրդի ձայնը հաշիվ չի։ Ես առհասարակ կողմ եմ հետևյալին։
վարշապետ լինի, թե նախագահ լինի, սա էտապներով անցած կիրթ, նորմալ, ճիշտ քաղաքական դաստիարակություն ստացած եւ տեխնիկական դաստիարակություն ստացած անձ պետք է լինի, որ հասկանա այս ամեն ինչի։ Որ Ճիշտ է, ինչու ճիշտ է։ Ամեն ինչը պետականալի ոչ թե սեփական։